Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյան աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում էր։ Այցի առանցքում Հայաստանի համար նախատեսված նոր կենսաչափական փաստաթղթերի արտադրության եւ հաստատման գործընթացն էր։ Ինգրուպ ընկերության փաստաթղթերի արտադրության գրասենյակում, որտեղ այս օրերին տպագրվում եւ հաստատվում են նոր կենսաչափական փաստաթղթերի առաջին օրինակները, Նելի Դավթյանը հանդիպումներ է ունեցել արտադրության ղեկավար Ստանիսլավ Պոսպիշեկի, կենսաչափական համակարգի ներդրման ծրագրի դիզայներների եւ տպագրության մասնագետների հետ։ Նոր փաստաթղթերի հաստատման գործընթացը մտնում է վճռորոշ փուլ։ Աշխատանքները վերաբերում են այն խմբերին, որոնց համար մինչև այսօր միասնական եւ գործնականում կիրառվող փաստաթղթային լուծումներ չեն եղել։ Ինչ փոփոխություններ է սա բերում համակարգում եւ ինչ հնարավորություններ են բացվում քաղաքացիների ու օտարերկրացիների համար, ներկայացնում է Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Մենք միշտ էլ այս փաստաթղթի վերաբերյալ իրավակարգավորում ունեցել ենք, սակայն շրջանառության մեջ երբեք չենք ունեցել։ Մինչդեռ միանգամայն հարմարավետ պայման է ստեղծում Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձ կամ փախստական ճանաչվածների համար, որպեսզի ստիպված չլինեն վերցնելու անձնագիր կամ կոնվենցիոն փաստաթուղթ, եթե չեն պատրաստվում սահմանհատել։ Այսինքն կոնվենցիոն անձնագրի տեսք ունեցող ճամփորդական փաստաթղթերը բացառապես սահմանահատումների համար են, իսկ նույնականացման քարտը ավելի մատչելի, ավելի ճկուն է, ավելի լայն հնարավորություններ ունի եւ օգտագործողին հնարավորություն է տալու առանց ավելորդ գումար վճարելու, ուրեմն իր անձահաստատող նույնականացման քարտը փաստաթուղթը ունենալ եւ օգտագործել հանրապետությունը։ Օտարերկրացիների համար ունենք ելի եւս մեկ նոր տեսակի փաստաթուղթ, այն հիմա գոյություն ունի, բայց ոչ նույնականացման քարտի տեսքով, խոսքը Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյալ դիվանագիտական առաքելություն իրականացնող ներկայացուցիչների մասին է։ Մենք այսուհետ կրկին տալու ենք բիոմետրիկ փաստաթուղթ, դրանք պոլիկարբոնատ են, այսինքն կրկին հումքից, նյութից եւ բոլոր անվտանգային բաղադրիչներից սկսած փաստաթուղթը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Այցի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական անձնագրին վերաբերող բոլոր հիմնական փուլերը շապիկից մինչև տվյալների եւ վիզա էջերի հաստատում, ինչպես նաև բոլորը մեկում ինքնասպասարկման համակարգի ներդրման գործընթացը։ Ինչպիսի փոփոխություն է նախատեսվում քաղաքացու համար, որքան պարզ ու հասանելի է դառնալու գործընթացը եւ ինչ նոր մոտեցում է ներդրվելու փաստաթղթերի տրամադրման համակարգում, Նելի Դավթյանն է պարզաբանում։ Մենք ավելացնում ենք իրավական ինքնության պաշտպանության շերտերը։ Մենք ստեղծելու ենք այնպիսի փաստաթուղթ եւ այդ փաստաթուղթը տրամադրելու այնպիսի ստանդարտ մեխանիզմներ, որոնց պարագայում հնարավոր չէ լինելու կամ զրոյին մոտ են լինելու փաստաթուղթը կեղծելու կամ իրավական ինքնությունը գողանալու դեպքերը, մեխանիզմները, մինչդեռ այն ինչ ունենք հիմա, բավականին խոցելի է եւ բավականին հնամաշ է եւ բավականին ցածրորակ է։ Մենք շարունակելու ենք որպես պետություն պահպանել որոշումների կայացման բացառիկ լիազորություն, այսինքն պետությունն է, որ որոշում է ինչ իրավական կարգավիճակ տալ անձին եւ ինչ փաստաթուղթ է ենթադրվում տրամադրել տվյալ իրավական կարգավիճակի պարագայում։ Խոշոր առևտրի կենտրոններում Երևանում բացելու են գրասենյակներ, երկուսը մինչև իր դիմումը պետական մարմինը չհաստատի, դա իհարկե մենք րոպեների ընթացքում են կազմակերպելու, բայց մեխանիզմը կուլիսներում այդպես է աշխատում։ Հանրային գործընկեր, այսինքն ոլորտի լիազոր մարմինը մինչև կանաչ լույս ցույց չի տալիս մասնավորին, մասնավոր գործընկերը իր գրասենյակում իրավասու չէ որևէ անհատից կլինի օտարերկրացի թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի որևէ կենսաչափական տվյալ վերցնելու եւ որևէ փաստաթուղթ տրամադրելու։ Հաստատման գործընթացը բազմաստիճան է եւ խիստ վերահսկվող, յուրաքանչյուր տարր անցնում է լաբորատոր ստուգում, երանգավորումից մինչև ուլտրամանուշակագույն անվտանգային պաշտպանություն։ Այս մեխանիզմը ապահովում է որակի կայունությունը ոչ միայն այսօր, այլև առաջիկա 10 տարիների ընթացքում։ Բնակչության մոտ ապօրինի պահվող զենքզինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը շարունակում է մնալ ոստիկանության կարևոր խնդիրներից։ Բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ոստիկանության բոլոր ծառայությունները, քրեական ոստիկանության տարածքային վարչությունների եւ համայնքային ոստիկանության բաժինների ծառայողները, բարեկային ծառայության եւ արդեն նաեւ ոստիկանության գվարդիայի ծառայողներ։ Ամփոփ ներկայացնենք վերջին շրջանում ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքները։
Համայնքային ոստիկանության հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են ողորկափող որսորդական հրացան։ Համայնքային ոստիկանության անիրի բաժնում կամավոր հանձնել են հրազեն, գազային ատրճանակ, 3 նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ եւ ավելի քան 150 փամփուշտ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն կամավոր հանձնել են 3 ինքնաձիգ, 2 հրացան, 2 նռնակ եւ 450 փամփուշտ, իսկ համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում 2 հրացան, 1 ատրճանակ, մարտական նռնակ, փամփուշտներ եւ այլ զինամթերք։ Ամասիայի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, փամփշտատուփ եւ մոտ 200 փամփուշտ։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, ատրճանակ, ուսումնական 3 նռնակ, 2 ական եւ ինքնաձիգի 332 փամփուշտ, իսկ Մուշի բաժնում ատրճանակ, 2 հրացան, պայթուցիչով նռնակ եւ 68 փամփուշտ։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, 2 ինքնաշեն ինքնաձիգ, տարատեսակ 11 հրացան, մարտական եւ գազային մեկական ատրճանակ, 4 նռնակ, ավելի քան 600 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Մասիսի բաժնում կամավոր հանձնել են ակոսապող հրազեն, ինքնաշեն կրակող սարք, նռնակ, փամփուշտներ եւ զինամթերք։ Առատեր քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն կամավոր հանձնած տեսականին Կալաշնիկովի 4 ինքնաձիգ, 1 հրազեն, 2 հրացան, 3 ատրճանակ, 2 նռնակ, պայթուցիկ նյութեր, ավելի քան 375 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել են որսորդական հրացան, 2 նռնակ եւ ինքնաձիգի 97 փամփուշտ, իսկ հրազդանի բաժնում 2 հրացան, 1 ատրճանակ, 1 նռնակ եւ զինամթերք։ Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնում կամավոր հանձնել են ակոսապող հրազեն եւ տարբեր դրամաչափերի 377 փամփուշտ։ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ կամավոր հանձնել են ինքնաձիգ հրացաններ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի 289 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Մասիսի բաժնում կամավոր հանձնել են գնդացիր, նռնակ, ինքնաձիգի 50 փամփուշտ եւ զինամթերք։ Ոստիկանության գվարդիայի Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են ինքնաշեն հրացան, գազային ատրճանակ, 2 նռնակ, ուսումնական 4 նռնակ, տարբեր դրամաչափերի 280 փամփուշտ եւ զինամթերք։ Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, որսորդական հրացան, լուսաձայնային ատրճանակ եւ ավելի քան 110 փամփուշտ։ Մարտունու բաժնում ատրճանակ, որսորդական հրացան եւ ինքնաձիգի 20 փամփուշտ։ Իսկ Սիսիանի բաժնում Կալաշնիկովի ինքնաձիգ, 2 պայեստատուփ, 1 նռնակ եւ 324 փամփուշտ։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել են ակոսապող հրազեն, իսկ Տավուշի բաժնում որսորդական հրացան, գնդացերի շղթա եւ 3 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր եւ 48 փամփուշտ։ Ապօրինի պահվող զենգզինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված ոստիկանության բացատրական աշխատանքը նույն հետևողականությամբ շարունակվում է։ Հիշեցնենք, որ կամավոր հանձնելու դեպքում հանձնազատվում է քրեական պատասխանատվությունից։ Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում, որոնցում վարորդները մեքենան վարում են անկանոն, ոչ միայն կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այլև վտանգելով իրենց եւ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Մասնավորապես Վայոց ձորի պարեկները հայտնաբերել են Զառիթափ Նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին անկանոն երթևեկող եւ վթարային իրավիճակ ստեղծող վարորդին։ ՎԱԶ 2114-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Մի վարորդ էլ մեքենան անկանոն վարել էր Իջևան քաղաքում։ Տավուշի մարզի պարեկները հայտնաբերել եւ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Մերսեդեսը։ Իդեպ մի քանի օրինազանց վարորդի էլ պարեկային ծառայողները հայտնաբերել են օպերատիվ ճանապարհով։ Երևանի պարեկները հայտնաբերել են Մայրաքաղաքի Ռուբինյանց եւ Չարենցի փողոցներում հանդիպակաց գոտիով երթևեկող Մերսեդեսն ու ՎԱԶ 2107-ը։ Մի վարորդ էլ BMW-ն վարում էր Սևանա լճի Սառած մակերեսին, այդ կերպ վտանգելով իր իսկ կյանքն ու առողջությունը։ Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հարգելի վարորդներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Խնդրեմ, ծանոթացեք, ստորագրեք։ Իսկ ես կարող եմ պարեկ դառնալ։ Երևի։ Իսկ տարիքային սահմանափակում կա։ 18 տարեկանից սկսած։ Իսկ ֆիզիկական պատրաստվածություն Կարևոր է։ Իսկ վարորդական իրավունքը պարտադիր է։ Պարտադիր է։ Իսկ եթե չունեք ժամանակ կտանք, սովորեք եւ ձեռք կբերեք։ Իսկ քաղաքացիությունը պարտադիր է։ Պարտադիր է։ Վստահիր քեզ, միացիր մեզ։
Իսկ ես կարող եմ բարեք դառնալ։ Երևի։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարում է բարեկային ծառայության ընդունելություն։